Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ լեռներով, անտառներով և հարուստ բնությամբ։ Ամեն տարի հազարավոր մարդիկ զբոսնում են անտառներում, բարձրանում սարեր, գնում արշավների կամ պարզապես հանգստանում բնության գրկում, սակայն հենց այդ վայրերում կարելի է հանդիպել նաև օձերի։ Շատ մարդկանց համար օձ տեսնելը սարսափելի է թվում, հաճախ նույնիսկ ոչ թունավոր օձին մարդիկ շփոթում են վտանգավոր տեսակի հետ, իսկ խուճապի պատճառով սկսում են սխալ քայլեր անել։ Սակայն արդյոք Հայաստանում հանդիպող բոլոր օձերն են վտանգավոր, ինչ անել, եթե անսպասելի օձ եք տեսել, իսկ եթե ամենավատ դեպքում օձը կծել է, ինչպես պետք է ճիշտ արձագանքել։ Այս տեսանյութում կփորձենք պատասխանել հենց այս հարցերին, կխոսենք Հայաստանում հանդիպող թունավոր օձերի մասին, կներկայացնենք ընդհանուր տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև կիմանանք, թե որ գործողություններն են ճիշտ և որոնք կարող են ավելի վտանգավոր լինել։ Սակայն նախ կարևոր է հասկանալ մի բան. չնայած տարածված կարծիքին, Հայաստանում հանդիպող օձերի մեծ մասը մարդու համար վտանգավոր չէ։ Շատ տեսակներ բոլորովին թունավոր չեն և մարդկանցից սովորաբար խուսափում են։ Օձը մարդու վրա հարձակվելու նպատակով չի որսում, շատ դեպքում այն կծում է միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իրեն վտանգ է սպառնում կամ չի կարողանում փախչել։ Հենց այդ պատճառով մասնագետները միշտ խորհուրդ են տալիս առաջին հերթին պահպանել հանգստություն։ Խուճապը հաճախ ավելի վտանգավոր է, քան հենց կենդանին։ Հայաստանում գրանցված են օձերի մի քանի տեսակներ, որոնցից միայն մի մասն է թունավոր։ Ամենահայտնի թունավոր օձերից մեկը հայկական լեռնաշխարհում բնակվող իժերի որոշ տեսակներն են։ Դրանք հիմնականում հանդիպում են քարքարոտ լեռնային տարածքներում, արևոտ լանջերին, երբեմն նաև թփուտների կամ խոտածածկ վայրերի մոտ։ Իժերը սովորաբար մեծ չափերի չեն լինում, սակայն ունեն բավականին հզոր թույն, որը կարող է վտանգավոր լինել հատկապես երեխաների, տարեցների կամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ նույնիսկ թունավոր օձը հնարավորության դեպքում նախընտրում է հեռանալ, այլ ոչ թե հարձակվել մարդու վրա։ Եթե պատրաստվում եք զբոսնել բնության մեջ, մի քանի պարզ կանոն կարող է զգալիորեն նվազեցնել ռիսկը։ Առաջին հերթին ցանկալի է կրել փակ կոշիկներ և երկար տաբատ։ Բաց սանդալներով կամ բարակ կոշիկներով քարքարոտ վայրերում քայլելը մեծացնում է վնասվածքի հավանականությունը ոչ միայն օձերի, այլ նաև այլ վտանգների դեպքում։ Քայլելիս միշտ ուշադրություն դարձրեք, թե ուր եք դնում ոտքը։ Շատ օձեր իրենց գույնի շնորհիվ հեշտությամբ միաձուլվում են շրջակա միջավայրին և առաջին հայացքից կարող են ընդհանրապես չնկատվել։ Եթե բարձր խոտերի միջով եք անցնում, աշխատեք հնարավորության դեպքում օգտվել արահետներից և առանց անհրաժեշտության մի մտեք խիտ բուսականության մեջ։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ձեռքները չմտցնել քարերի տակ, ծառերի փչակների մեջ կամ խիտ թփերի մեջ առանց համոզվելու, որ այնտեղ կենդանի չկա։ Եթե հանկարծ օձ եք տեսել, այս իրավիճակում ամենակարևոր կանոնը հանգստության պահպանելն է։ Մի փորձեք մոտենալ օձին ավելի լավ լուսանկարելու կամ տեսանկարելու համար, մի փորձեք նաև բռնել կամ սպանել նրան։ Հիշեք, որ օձի մեծ մասը կծում է հենց այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են բռնել, տեղափոխել կամ վնասել նրան։ Եթե օձը ձեր ճանապարհին է, կանգ առեք և գնահատեք իրավիճակը։ Շատ դեպքերում բավական է պարզապես սպասել մի քանի վայրկյան կամ դանդաղ հետքայլ անել։ Եթե կենդանին իրեն վտանգված չի զգում, մեծ հավանականությամբ ինքնուրույն կհեռանա։ Հաճախ կարելի է լսել, որ մարդիկ վստահ ասում են՝ այդ օձը թունավոր չէ, կամ հակառակը՝ դա հաստատ իժ է։ Սակայն իրականում միայն արտաքին տեսքով օձի տեսակը ճիշտ որոշելը միշտ չէ, որ հեշտ է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր մասնագետ չեն։ Հենց այդ պատճառով ամենակարևոր կանոնը հետևյալն է. եթե վստահ չեք, թե ինչ տեսակի օձի հետ գործ ունեք, միշտ վերաբերվեք իրավիճակին զգուշությամբ։ Շատերը կարծում են, թե կարող են հեշտությամբ տարբերել թունավոր օձին ոչ թունավորից, սակայն բնության մեջ դա միշտ չէ, որ հնարավոր է։ Տարբեր տեսակներ կարող են ունենալ նման գունավորում կամ նախշեր, իսկ երիտասարդ օձերը հաճախ տարբերվում են հասուններից։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել մոտենալ կենդանուն միայն նրա տեսակը պարզելու համար։ Հայաստանում օձերը հիմնականում հանդիպում են քարքարոտ լանջերին, արևոտ տարածքներում, կիրճերի մոտ, թփուտներում, երբեմն նաև գյուղատնտեսական տարածքների հարևանությամբ։ Ամռանը, հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, նրանք կարող են ավելի ակտիվ լինել, քանի որ այդ ժամերին օդի ջերմաստիճանը ավելի հարմար է նրանց համար։ Եթե արշավի եք գնում կամ բարձրանում եք լեռներ, աշխատեք քայլել արդեն գոյություն ունեցող արահետներով և խուսափեք բարձր խոտերի կամ քարերի կույտերի միջով անցնելուց։ Երբ մարդիկ օձ են տեսնում, հաճախ սկսում են անել այնպիսի գործողություններ, որոնք իրականում մեծացնում են վտանգը։ Առաջին սխալը օձին մոտենալն է։
Շատերը ցանկանում են լուսանկարել կենդանուն կամ ավելի մոտիկից տեսնել, սակայն այդ պահին օձը կարող է վտանգ զգալ և պաշտպանական կծում կատարել։ Երկրորդ սխալը օձին սպանելու փորձն է։ Վիճակագրորեն բազմաթիվ խայտոցներ տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են փայտով կամ քարով հարվածել օձին։ Եթե կենդանին հեռանալու հնարավորություն ունի, շատ դեպքերում նա պարզապես կընտրի փախչել։ Երրորդ սխալը խուճապի մատնվելն է։ Արագ վազելը, կտրուկ շարժումներ կամ անուշադրությամբ քարերի վրա ցատկելը կարող են բերել վնասվածքների կամ կենդանուն ավելի մոտ հայտնվելուն։ Իսկ եթե օձը կծել է, եթե այնուամենայնիվ տեղի ունեցել խայթոց, ամենակարևոր բանը հանգստություն պահպանելն է։ Խուճապը և ավելորդ շարժումները կարող են արագացնել թույնի տարածումը օրգանիզմում։ Փորձեք հնարավորինս քիչ շարժվել խայթված վերջույթը և հնարավորինս արագ դիմեք շտապ բժշկական օգնության։ Եթե հնարավոր է, զանգարեք շտապ օգնություն կամ կազմակերպեք տուժածի անվտանգ տեղափոխումը բուժհաստատություն։ Շատ կարևոր է հիշել, որ ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է վտանգավոր լինել։ Ինչ չի կարելի անել։ Տարիներ շարունակ տարածված են եղել տարբեր ժողովրդավարական մեթոդներ, սակայն դրանցից շատերը ոչ միայն չեն օգնում, այլև կարող են վնասել։ Չի կարելի կտրել կամ այրել խայթոցի տեղը, չի կարելի փորձել բերանով ծծել թույնը, չի կարելի առանց բժշկի նշանակման օգտագործել տարբեր դեղամիջոցներ կամ ալկոհոլ, չի կարելի նաև խայթոցի վրա շատ ամուր կապ դնել, քանի որ դա կարող է խանգարել արյան շրջանառությանը և առաջացնել լրացուցիչ բարդություններ։ Մասնագետների խորհուրդը մեկն է՝ հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության։ Եթե հնարավոր է, հիշեք օձի արտաքին տեսքը։ Եթե դա անվտանգ է և առանց կենդանուն մոտենալու փորձեք հիշել նրա գույնը, չափը կամ նախշերը։ Այս տեղեկությունը կարող է օգտակար լինել բժիշկներին, սակայն երբեք մի փորձեք բռնել կամ հետապնդել օձին, միայն նրա լուսանկարը ստանալու համար։